Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի քաղաքացի, անցած 28 օրերին, երբ սկսվեց քարոզարշավը, մեր թիմը հանդիպել է ավելի քան 1,800,000 մարդու հետ, մեր քաղաքացիների հետ, շուրջ 700,000 տուն և բնակարան։ Մենք խոսել ենք ձեզ հետ, խոսել ենք մեր հաջողություններից և սխալներից, ասել ենք սիրում ենք ձեզ, լսել ենք քննադատություն, համաձայնել կամ անհամաձայնություն ենք հայտնել և հղկել մեր քաղաքականությունները։ Քաղաքացիական պայմանագրի հաջողության բանաձևը ներդաշնակությունն է հանրության հետ։ Մենք ազնիվ ենք մեր հաջողությունների և սխալների մեջ։ Քաղաքացին տեսնում և հասկանում է, որովհետև մեր մղումն անձնական շահը չէ, մեր մղումը Հայաստանի Հանրապետությունն է։ Լինելով տարածքով ոչ մեծ երկիր, մենք ուզում ենք լինել մեծ աշխարհի լիիրավ և հասկանալի գործընկեր, ուր տարբեր երկրների քաղաքացիներ կգան Հայաստան, մայրաքաղաք Երևան և կզգան իրենց ինչպես տանը։ Եվ ես դա օրինակ տեսել եմ 1 ամիս առաջ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, երբ տարբեր երկրների առաջնորդներ մեծ բավականություն են ստանում Հայաստանից իրենց գտնվելու ժամերի և օրերի ընթացքում։ Նրանց մի մասը նույնիսկ ցանկանում էր 1 օր ավել, 1 ժամ ավել մնար մեր երկրում։ Մենք ցանկանում ենք, որ ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք տասնամյակներ շարունակ գնացել են երկրից, վերադառնան իրենց պետություն և մնան այստեղ, այլև այլ երկրների քաղաքացիների համար մեր պետությունը լինի ցանկալի ուղղություն այցելելու, ներդրումներ անելու, գործունեություն ծավալելու համար։ Ամեն տուն գնալիս մարդիկ խոսել են մեր կատարած աշխատանքի մասին։ Ցավոք քովիդով և պատերազմով պայմանավորված մենք մեր աշխատանքը ցույց տալու հնարավորություն չունեինք նախորդ ընտրությունների ժամանակ։ 2021-ին քաղաքացին կրկին վստահեց մեզ, հեղափոխության թիմին և մանդատ տվեց աշխատանքը շարունակելու։ Այսօր մեր քարոզարշավն անում է մեր աշխատանքի արդյունքը կրթության, առողջապահության, պաշտպանության, տնտեսության և շատ այլ ոլորտներում։ Մենք կառուցում ենք այնպիսի երկիր, ուր օտարների կողմից Հայաստան բերվող ընտրողը 2 օր հետո մտափոխվի և քվեն տա ոչ թե օտարի շահը սպասարկող քաղաքական գործիչներին, այլ իր քվեն տա խաղաղությանը, պետականությանն ու անվտանգությանը, չվախենալով, որ իրենց այլ երկրում կնեղեն, կսպառնան, որովհետև ինքը կիմանա, որ ունի պետություն, որ ունի հայրենիք, ուր կարող է վերադառնալ և ունենալ ավելի լավ կյանք, լինել երջանիկ ու կարող է պարզապես ապրել իր ընտանիքի, իր հարևան բարեկամի, ինքն իր հետ ներդաշնակության և երջանկության մեջ։ Սիրելի քաղաքացի, մեր քաղաքական թիմով քեզ ուզում ենք անհանգստացնել ընդամենը 5 տարին մեկ այսուհետ, որպեսզի դու ամեն անգամ գաս ու ասես. պատվիրակում ես երկրի կառավարումը գործող իշխանությանը, թե ոչ։ Մեր քարոզարշավը բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացին քվեների մեծամասնությունը տալու է խաղաղության օրակարգին, ինչպես դա արեց 21 թվականին։ Բայց դրա համար անհրաժեշտ է հունիսի 7-ին գլուխներդ բարձր, դուխով, գնաք ընտրական տեղամասեր, վերցնեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը և ընտրություններ 2026-ին քվեարկեք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրում եմ ձեզ, լավ եղեք։